Հայաստանը հենց այս պահին կարող է ստորագրությունը դնել խաղաղության փաստաթղթի տակ, Փաշինյանն է գրել։ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախագիծը համաձայնեցված է եւ սպասում է ստորագրման։ Ես պատրաստ եմ իմ ստորագրությունը դնել այդ փաստաթղթի ներքո։ Փաշինյանը հետո ավելացրեց նաև, որ Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարությանն իր հանձնարարականը հստակ է։ Հրադադարի ռեժիմի ոչ մի խախտում չանել։ Հայաստանը գնում է խաղաղության եւ ոչ թե պատերազմի։ Ինչու է Բաքուն ոտքը կաղ գցում, նոր վերջնագրեր մոգոնում ու դրանք աշխարհով մեկ անում։ Արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Միացյալ Թագավորության արտգործնախարարին է պատմել խաղաղության գործընթացի մասին սեփական մեկնաբանություններով։ Անվարան ներկայացրել Բաքվի վերջնագրերը։ Չնայած խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ բանակցությունների ավարտին, անհրաժեշտ է փոխել Հայաստանի սահմանադրությունը Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները վերացնելու համար, որպեսզի շարունակվի խաղաղության պայմանագրի ստորագրումը։ Բայրամովը նաև ընդգծել է ԵԱՀԿ Մինսկի խմբի եւ այլ հարակից կառույցների լուծարումը, որոնք ըստ նրա այլևս ակտուալ չեն։ Բաքուն պահանջում է Հայաստանի սահմանադրությունից հեռացնել հղումը անկախության հռչակագրին, որտեղ հիշատակում կա Արցախի եւ Հայաստանի վերամիավորման վերաբերյալ։ Նրանք դա իրենց երկրի նկատմամբ տարածքային պահանջ են դիտարկում։ Երևանը մեկ անգամ չէ, որ հայտարարել է, որ տարածքային պահանջներ չունի հարևանների ներառյալ Ադրբեջանի նկատմամբ։ Հայաստանի արտգործնախարարությունից դարձյալ են հիշեցնում այդ մասին։ Ընդհակառակը Հայաստանի Հանրապետությունը կարծում է, որ Ադրբեջանի սահմանադրությունն է տարածքային պահանջներ պարունակում Հայաստանի նկատմամբ, բայց նաև կարծում ենք, որ խաղաղության համաձայնագրի համաձայնեցված տեքստը լուծում է այս խնդիրը։ Համաձայնեցված տեքստում ըստ Հայաստանի արտգործնախարարության Երևանն ու Բաքուն փոխադարձաբար ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, միմյանց նկատմամբ չունեն տարածքային պահանջներ։ Ինչու է Բաքուն սահուն շրջանցում այս փաստը։ Ինչու է համաձայնեցումից հետո էլ Զանգեզուրի միջանցք թմկահարում, սրում ռազմական հռետորաբանությունը։ Մասնագետները չեն զարմանում, համոզված են, Բաքուն փորձեր է անում առայժմ առանց կրակելու պոկել առավելագույնը, հնդածս չմոռանալով ռազմական սպառնալիքը։ Հայաստանի Հանրապետությունը, որը 44 օրյա պատերազմից հետո ռազմական բալանսի բացասական կողմն է դարձել, փորձում է ապա լեգիտիմացնել Ադրբեջանի կողմից ուժի հնարավոր կիրառումը։ Նույնով է պայմանավորված եղել մի քանի անգամ կատարված զիջումները այն առանցքային պահի, երբ որ Ադրբեջանը մեծացրել է իր կողմից ճնշումը ոչ միայն դիվանագիտական եւ քաղաքական մակարդակներում, այլ նաեւ ռազմական մակարդակում հողի վրա։ Սակայն գոյություն ունեցող աշխարհաքաղաքական իրավիճակը եւ վերափոխումները ոչ միայն մեր տարածաշրջանում, այլև ամբողջ աշխարհում բարենպաստ հող են պատրաստում Իլհամ Ալիևի համար, որպեսզի վերջինս կարողանա նաև ուժ կիրառել Հայաստանի նկատմամբ։ Մարտի 13-ին էր, երբ կողմերը հայտարարեցին խաղաղության համաձայնագրի ամբողջական համաձայնեցման մասին։ Նոր պահանջ վերջնագրերի տարափը միանգամից հետևեց։ Իսկ հիմա Ադրբեջանի իշխանավորները ավելի են սրել ռազմական ռետորիկան, ուղիղ են սպառնում։ Ասում են, Ադրբեջանը հակառակորդին նախազգուշացում է արել։ Հայաստանը պետք է ընդունի առաջարկող բոլոր պայմանները։ Հակառակ դեպքում գիտի ինչ պատասխան կստանա։ Իշխանական ասկերովն ասել է, հակառակորդը թող չմոռանա, որ երկաթե բռունցքն իր տեղում է։ Եթե սադրանքները շարունակեն, Հայաստանն ավելի ծանր հարված կստանա։ Ինչ ուղղություն է վերցրել Բաքուն, ինչ կա Ալիևի մտքին։ Սիրունի Շմրադյան, ժամը լրատվական։